Եվս երկու գրադարան ենք, այսինքն եվս երկու ընտանիք ենք սորելու գրադարանների, մի հատ տվյալների վիզուալիզացիայի համար, պատկերման համար երկու հատ գրադարան, մի հատ էլ գրադարան տենց արագ ինչ-որ հավելվածներ սարքելու համար, որ ինչ-որ հավես բաներ, որ սարքել ենք, դրանք տենց գցենք ինտերնետ, սենց ասած, մոտավոր շատ։ Գրադարաններն են Matplotlib, Plotly ու Streamlit։ Էկրանը կիսեմ, հերթով գնանք։ Ու ոնց որ այս ամենի շրջանակներում տենց լիքը գործնական կանենք, էլի։ Իմ գուշակելով մի ժամից ավել չի տևի լեկցիան, տենց գոնե մի կես ժամ կբզբզան գործնական, էլի, կամ երկրորդ գրադարան սովորելուց արդեն ավտոմատ նաև գործնական կանենք, էլի հետը։ Արդեն ըստ ընթացքի կզգանք։ Դե նախ առաջինը տվյալների վիզուալիզացիան է, կներեք, պատասխանություն։ Այն ամենահիմնական գրադարանը, որից որ միշտ սկսում են, այդ Matplotlib-ն է։ Այստեղ plot նշանակում է գրաֆիկ, lib-ը library բառից է, ու իրան ներմուծելուց հիմնականում իր ենթաբաժնի հետ ենք գործանում, pyplot-ը, Python plot, էլի, գրում ենք import matplotlib get pyplot, ու ընդունված է այս ահռելի բանը չգրելու փոխարեն հապավում որպես գրել pld, plot-ը։ Ու իրան install անելու համար գրում ենք pip install matplotlib կամ conda install matplotlib։ Ստեղ մեկ են ամփայն եմ ներմուծա, հետո պետք կգա։ Հիմա ոնց որ հերթով ցուցադրություն կլինի, թե ինչ գրաֆիկներ կարան գծենք, ոնց կարան գծենք։ Նախ սկսենք ուղղակի ոնց որ երկու հատ ցուցակ ունենք, ստեղ 1-ից 8 թվերն են, ստեղ էլ ինչ որ խառը բաներ, այս ինչ ասես կա։ Ստեղ է սրանց հետևում ինչ իմաստ ասես կարանք դնենք, էլի ասենք, ամեն օր քանի հատ պոնչիկ ենք կերել կամ չգիտեմ ինչ ասես։ Այս կա որ ուղղակի գրաֆիկն է, ու ոնց ենք գծում օրինակ տենց որ կետ-առ-կետ տեսնենք թե երբ ինչ ա եղել, դա կոչվում է scatter plot, գրում ենք plt scatter ու մուտքում տալիս ենք հերթով x-երը ու y-ները մեր։ Հետո տեսնելու համար գրում ենք plt.show։ Ինքը մեզ այսպես գրաֆիկ է միած սարքում։ Այս գրաֆիկը կարանք կարդանք, որ հեսա 1, 11, 2, 14, 3, 8, սենց թվայզույգերով սարքել է ամեն ինչ։ Հիմա ոնց որ մի քանի հատ էլ սենց գրաֆիկներ ցույց կտամ, ընթացքում երևի մի քիչ հոտ ստոպ կտամ, ասեմ հարցեր կա թե չէ, որովհետև ցուցադրություն է, էլի ավելի շատ ինչ հրամաններ կա ու ինչեր է հնարավոր անել։ Պետք է որ տեն շատ հարցեր չառաջացնեն, բայց ամեն դեպքում եթե դուք հարց ունեք, ձեռը բարձրացրեք միանգամից։ Ահա։ Եթե ուզենայինք տենց line plot կոչվածը գծենք, որ երևի շատ տեսած կնեք, սենց գիծը որ սենց գնում է։ Դրա համար գրում ենք ուղղակի plt.plot գծել։ Այս այն ամենաֆունդամենտալ գրաֆիկներից է, դրա համար հենց անունը ուղղակի plot է։ Գծում ենք այսպես մի հատ բան է տալիս։ Բայց Matplotlib-ի լավ այն է, որ իրան կարանք շատ-շատ փոփոխենք, օրինակ ստեղ կետիկներ ավելացնենք, գույները փոխենք, հաստությունը փոխենք, ֆոնը փոխենք, x առանցքը փոխենք, y առանցքը փոխենք, վերնագիրը փոխենք, այստեղ այս առանցքի բաները, այս զրթիկները փոխենք։ Մի խոսքով, ինչ ասես կարանք անենք։ Մենք հեսա մի քիչ կտեսնենք, բայց հələ այն ֆունդամենտալ գրաֆիկներին ծանոթանանք։ Մի հատ ուրիշ ֆունդամենտալ գրաֆիկ այդ bar plot-ն է, սյուների plot-ը։ Ահա, իրան է որ գծում ենք, plt.get bar ենք գրում։ Ինքը սենց ոնց որ սյուներով ցույց է տալիս ամեն մեկը, 1-ը 11, 2-ը 14։ Սա շատ հարմար, շատ լավ ընթեռնելի գրաֆիկ է։ Ու իր ավելի ընդհանրացումն է histogram կոչվող գրաֆիկը, որը կարճ գրում ենք get hist։ Իրան մի փոքր դժվար է հասկանալ թե ինչ է, եկեք դանդաղ գնանք։ Ահա, իրան տալիս ենք մի հատ ինչ-որ ցուցակ էլեմենտների, հավաքածու, բարեբարտադիր չլիստնի, ուղղակի հավաքածու։ Օրինակ մի հատ 1, 2 հատ 2, 3 հատ 3, 4 հատ 4։ Ու ինքը մեզ տալիս է հաճախականությունները տարբեր էլեմենտների հավաքվելու։ Ստեղ օրինակ եթե սա ուզենանք կարդալ, ստեղ 1-ն է, ստեղ 1.75-ն է մոտավոր, սա նշանակում է, որ 1-ից 1.75 արժեք ընդունող մի հատ բան կա, մի հատ տվյալ կա, այսա տեսեք մենակ սա է։ 1.75-ից 2.5 ընդունող կա 2 արժեք, այս 2.2-ն է, 2.5-ից 3.25 3 հատ ու տենց։ Ստեղ այս 4 բաժնի ինքը բաժանեց, այդ բաժիններին կարանք անվանենք որպես ոնց որ 4 զամբյուղ, անգլերենով bin, ու կրում ենք beans-ը հավասար ինչ-որ բան, ստեղ կարանք չգրեինք beans-ը, այսպես աշխատացնենք օրինակ, ինքը սենց
կորոշեր առանձին sense ամեն մեկը գծի։ Նշանակում է 1-ից 1.25 մի հատ կա, 2-ից 1.90 քանիսից 2 մի քիչ այդքան կա եւ այլն եւ այլն։ Ինքը ավտոմատ ամենահարմար տարբերակը ընտրում է։ Այս գրաֆիկը շատ հարմար է, որ ուզում ենք պատկերացնենք օրինակ տարիքի բաշխում։ Տվյալներ է տված մարդկանց։ Սխալ գրեցի հրամանը։ Հա, բինց։ Տարիքներ է տված, ուզում ենք տենց խմբերի բաժանենք։ 0-ից 18 տարեկան քանի մարդ կա, 18-ից 25, 25-ից 40 եւ այլն եւ այլն։ Շատ հարմար է տենց դեպքերի համար էլի, ինքը շատ ֆունդամենտալ գրաֆիկ է։ Իր հետ ուղղակի պետքա մի քիչ ադապտացվել էլի իրան կարդալ, ինչպես իրան կարդալ։ Մի հատ էլ ֆունդամենտալ գրաֆիկ, որը իրականում շատ անտանելի վատ գրաֆիկ է ու այսա իրանից 1000 անգամ ավելի լավն է, այդ ամենատարածված գրաֆիկն է այս աշխարհի pie chart-ը, պիցայա chart-ը, էլի։ Ահա։ Pie chart-ին տալիս ենք տվյալները ու տալիս ենք անունները, այս label-ները։ Այս label-ները կարանք նույնիսկ չտայինք, գրենք ուղղակի այսենց։ Ինքը այսպես մի հատ գրաֆիկ գծեր, որը որ իրականում շատ վատնա պատճառներից մեկը նա է, որ մարդու աչքը ուղիղ ընդհանրապես իրեն սենց մակերեսներ ընթերցելը շատ դիսկոմֆորտ ու անհարմար է։ Օրինակ ստեղ ինձ եթե հարցնեք սա սրանից ինչքանով է մեծ, ես կասեմ երևի մի 2.5-3 անգամ։ Իմ աչքին տենց է թվում հիմա։ Բայց 2 անգամ է զուտ մեծ, բայց քանի որ աչքս մակերես չի կարող լավ հաշվի, շատ դժվար է լինում սա հասկանալ։ Հետո եթե պուճուր բաժիններ լինեն, դրանց անուններ տալն է շատ դժվար անհարմար լինելու։ Մի խոսքով, հազար մի պատճառ կա, թե ինչը խիա ինքը ըղք գրաֆիկ, երբ որ կարելի էր ուղղակի այսենց անել, էլի։ Ստե լիներ ան, բն, ցն, դն, սենց բարձություններով շատ հեշտ տեսնեինք, պատկերացնեինք։ Բարձություն կարդալը շատ ավելի հեշտ է, քան մակերես կարդալ։ Ընդ որում, այսենց սեկտորի մակերես, էլի։ Ցավոք սրտի այս pie-chart-ը ամենատարածվածներից է, որովհետև տենց ոչ տվյալագետների համար շատ հարմար կոմֆորտ գրաֆիկ է, որովհետև սաղ տեղերը է տենց ցույց տալիս էլի, պետք չի ոչ ման բացատրել, միանգամից հասկանում ես ինչա, բայց այս հիստոգրամը շատ ավելի, այս bar plot-ը այս դեպքում ընդհանուր հիստոգրամը շատ ավելի հաճելի գրաֆիկ է։ Ստեղ արդեն մի հատ լռեմ, ինչ հարցեր ունեք, ժողովուրդ։ Այս են հիմնականներն են, հիմա տեսնենք ոնց կարանք իրանց փոփոխենք։ Օրինակ, եթե ուզում ենք տանք բան, վերնագիր գրաֆիկին, ուզում ենք x առանցքին ու y առանցքին տանք անուններ, աշխատացնում ենք plt.title հրամանը վերնագրի համար, plt.x label, x առանցքի համար անուն տալու համար ու y label։ Ահա, աշխատացրեցինք, սենց անուններ տվեց։ Եթե ուզենանք ոնց որ մի քանի գիծ եթե օրինակներ կամ թեկուզ մի հատ գիծներ այդ գծին անուն տայինք, գրում ենք plt.get_legend, ու ինքը սենց ցույց է տալիս, ասում է այս կապույտ գիծը, այս գիծն է, իր անունը line 1 է։ Ստեղ label-ը ես եմ գրել line 1։ Եթե մի քանի հատ գիծ ունենայինք, այս սենց մի հատ էլ գրաֆիկ լիներ, սա էլ line 2 լիներ, ու աշխատացնեինք սա, այս դեպքում իրար վրա են կանգնած, որտեղ նույն x-y-ներ, եկեք այս մեկն է y-x գծենք։ Շատ տհաճ պատմություն ստացվեց, բայց այն դեպքում այս լեգենդը ցույց տվեց մեզ, էլի։ Ու երբ որ ուղղակի գրում ենք մի քանի հատ գրաֆիկ, ինքը բոլորին մի բանի մեջ, մի պատկերի մեջ է հավաքում, էլի։ Մենք կտեսնենք, թե ոնց կարանք դա փոխենք։ Գույն փոխելու համար գրում ենք color-ը հավասար է ինչ-որ բան, այս ամեն հրամանին ուղղակի color argument-ն ենք տալիս։ Եթե ուզում ենք սենց հետևի ֆոնին այս բաները լինեն, ցանցերը լինեն, գրում ենք plt.grid, փակագծերում true ենք գրում, սա առավելացրեց սենց մի հատ հետևը ցանց, հաստությունը փոխելու համար կարճում ենք line width հրամանը, հաստացրեց։ Եթե ուզենանք մի տարբեր առանցքներ օգտագործենք, օրինակ ստեղ գծային լինի 1, 1.5, 2 եւ այլն, ստեղ այսինքն ամեն մի քայլը ինչ որ քանակով մեծանա, ասենք +0.5 լինի։ Իսկ ստեղ ամեն մի քայլը ինչ որ քանակով բազմապատկի, ասենք 10-ի 0, 10-ի 1, 12, 13։ Այլ կերպ ասած լոգարիթմական լինի այս առանցքը, գրում ենք plt.get օրինակ y scale, եթե ուզում ենք y-ը լոգարիթմական լինի, ու փակագծերում գրում ենք log։ Ահա։
Ստեղ մեր տվյալներն էին 1, 2, 3, 4 1000, տեսեք, եթե այսպես աշխատացնեի, այսպես մի հատ պատկեր էր լինելու, հիմա որ լոգարիթմական եմ դարձնում, y առանցքը ոչ թե հավասար կտորներով է մեծանում, այլ հավասար անգամներով է մեծանում, հավասար քանակներովի փոխարեն հավասար անգամներով ավելի ճիշտ էլի։ Ու եթե ուզում ենք տեքստ ավելացնել կամ ինչ-որ նշումներ, տեքստի համար գրում ենք plt.text, տալիս ենք իրան կոորդինատները x, y ու գրում ենք տեքստը, ստեղ հիմա նայեք 1.3-ում ավելացրել է այս text here-ը, իսկ նշումների համար գրում ենք plt.annotate, անոտացիա անել, էլի նշում անել։ Օրինակ տեքստը point here, XY-ը թե դեպի որտեղ է պետք նշում անել, 2-3 կետի վրա նշում անել, տեքստը որտեղ լինի, XY տեքստը հավասար է 3-4, հեսա 3-4։ Ու մի հատ sense arrow props պարամետր, այսինքն arrow այս ալիք բան slack-ի property-ներ տալիս ենք, ասում ենք dictionary facet color-ը հավասար է green, օրինակ, այդ ինքը այս գույնը իր փոխվում է կանաչով։ Այս ամեն ինչը ես ընդհանրապես չեմ ակնկալում, էլի որ դուք անգիր սովորեք, ես კი ես անգիր չեմ սովորում, եթե այս տողը ջնջած լիներ, հաստատ առանց Google-ելու չէի վերականգնի։ Ուղղակի ուզում եմ տեսնենք, թե ինչեր է հնարավոր անել ու մոտավորապես ոնց է գրվում, էլի, թե չէ դուք հետո դոկումենտացիայում կամ Google-ելով կգտնեք, էլի, ձեզ հստակ ինչը պետքա, մինչև որ այն հիմնական ֆունդամենտալ բաները արդեն տենց մկանային հիշողության մակարդակի կունենաք։ Ու ոչ փոխելու համար կարող գրենք plt.style, ոչ, get use ու տանք ինչ-որ ոճի անուն, օրինակ այս ggplot-ը ինքը շատ տարածված ոճ է, իրեն տենց լիքը գիտական հոդվածներում այս ggplot ոճն է հենց լինում, այս ggplot-ը մի հատ ուրիշ ծրագրավորման լեզվի համար են հիմնական ոճն է, էլի, ստեղ կարող ենք սենց գրենք ուղղակի ու всё, լիքը սիրուն ոճեր ունի, չգիտեմ բառը ճիշտ եմ հիշում թե չէ, բայց կարող ենք օրինակ մուկ սարքենք, խաբեցի, սխալ էր, սենց չէր անունը, բայց լավ, կարելի է հետո նայել ոնց է ճիշտ գրվում անունը, ոճի անունը, ուզում էի տենց սիրուն սև ոնց սարքեի, էլի։ Մի երկու բան էլ ասեմ, եթե ուզենանք zoom լինենք ինչ-որ կտորի վրա, ասենք նայենք այս մինչև 6-ը, ստեղ էլ 10-ից մինչև 13-ը, իսկ մի հատ փուճուր կտոր, սահմանները փոխենք, էլի, սենց ասած, ստեղ 1-ից 8-էր դարձնենք 3-ից 6 օրինակ, գրում ենք plt.xlim ու իրան ցուցակով կամ ինչ-որ հավաքածոյով տալիս ենք որտեղից որտեղ լինի, նույնը y-lim-ով, սենց ինքը zoom եղավ այս 0-ից 6-ի վրա, այս էլ 8-ից 11-ի վրա։ Ու բան, այս գծի ոճն էլ փոխելու համար, եթե սենց ինքը հաստ ուղղակի իրար հետևից գնացող գիծ էր, եթե ուզենանք ասենք կետ-առ-կետ լինի, կարող ենք գրենք line style, գծի ոճ։ Հավասարա վերջակետը օրինակ այսպես կան, ինտեղ էլի տարբեր ոճեր կան։ Այս XY առանցքներն է կարող փոխենք իմիջիայլս, տեղ եթե 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8-ա, կարող փոխենք իրանց ու դարձնենք ինչ ուզենք։ Այս դեպքում գրաֆիկը գծել ենք օրինակ բանի, 1, 2, 3, 4, 1, 4, 9, 10 գրաֆիկի ու կարող բան անենք։ Ասենք X առանցքի վրա, այս 1, 2, 3, 4-ը, այսինքն այս աղ ցուցակը փոխի, փոխարենը գրի 1, 2, 3, 4։ Այս Y առանցքն էլ ասենք, այստեղ 1, 4, 9, 16 պետքա լիներ, թող արդեն լինի 1, 4, 16-ի փոխարեն գրած 1-ի քառակուսի, 2-ի քառակուսի ու 4-ի քառակուսի։ Տեսակ, ստեղ ես մի հատ կետ ես 9 եթե պետքա լիներ, որտեղ գրաֆիկով ներառված է, արդեն գնաց, կորավ, այս սրանքը փոխվեցին դառան 1, 2, 3, 4։ Մեկ էլ մի հատիկ էլ փուճուր բան, եթե ուզենանք ստեղ ամեն մի արժեքի համար ֆիքսենք, թե ինք ոնց որ կետից որ կետն է գնում, այս բացի ուղիղ իրար կպնելուց, կարող ենք գրենք marker-ը հավասար է ու գրենք ինչ-որ բան, օրինակ on ինքը սենց հաստ բան կանի, այսինքն սենց կլորով բան կանի, ու իր չափը marker size արգումենտով է կառավարվում, այստեղ կարող ենք գրենք աստղանիշ, եթե չեմ սխալվում, սա էլ էր տարածված, ինքը սենց աստղանիշներ դնի, եւ այլն եւ այլն։ Շատ են տարբերակներ, էլի պետքա դոկումենտացիայում նորմալ նայել։ Գծի ոճն էլ կարող ենք փոխենք, կարող ենք օրինակ իրան դարձնենք բան, թափանցիկ, գրելով ալֆան հավասարա 0.5, այս ալֆան նրանից է գալիս, որ ընդհանուր օրինակ բաներում PNG տեսակի նկարները օրինակ, իրանք ունենում են 4 հատ ալիք, մի հատ ինչքան կարմիր կա մեջը, մի հատ ինչքան կանաչ, մի հատ ինչքան կապույտ ու մի հատ էլ կա առանցք ալֆա կոչվող, այդ բանն է, ինչքան թափանցիկ, որ եթե ուզենանք օրինակ
առանց ֆոնի լինի նկարը, պետք է ասենք այդտեղ թափանցիկությունը հավասար է 1-ի։ Այդտեղ ոնց որ ալֆան ընդունված է այդպես թափանցիկության համար որպես պարամետր ինքը։ Ու հեսա հրաշքը եթե ուզենանք save անենք, կարող գրենք plt.save fig, որտեղ այս պատկերները իրանք կոչվում են բաներ, figure-ներ, ու save անելու համար գրում ենք ուղղակի իր անունը ու կասենք myplot.png։ Սա որ աշխատացնենք, կտեսնենք, որ մեր մոտ այստեղ ավելացավ myplot.png կոչվող ֆայլ։ Ահա, այս նկարը ավելացավ։ Ժողովուրդ, այստեղ մինչև ինչ-որ հարցեր կա, այս սրանք ենք ծածկել։ Դրանով, այս ոնց որ մի պլոտը լավ է, մի քանի պլոտը ավելի լավ է, եթե ուզենանք ամեն ինչ մի հատ գրաֆիկի մեջ լիներ, այդտեղ ուղղակի հերթով գրում ենք հրամանները, ահա, սենց ինչ-որ բան սարքեց 3 տարբեր բան։ Բայց եթե ուզենանք իրանց առանձնացնենք տարբեր գրաֆիկների, այսինքն ենթագրաֆիկներ ունենանք, սենց ասած։ Դրա համար պետք է օգտվենք sub-պլոտելի ենթագրաֆիկների գաղափարից, վարվում ենք սենց, ասում ենք plt get subplots ու տալիս ենք չափեր, ասենք 2-ը 2-ի վրա։ Ու այդ պահում ենք երկու արգումենտի մեջ, մի հատ figure, մի հատ axis։ Figure-ը այդ ընդհանուր է այս պատկերն է, axis-ը այդ բանն է, առանձին գրաֆիկներն է։ Սա եթե աշխատացնենք ու գրենք plt get show, տեսանք ինքը ուղղակի 4 հատ դատարկ բան սարքեց։ Այդ հորիզոնանք օրինակ այս առաջինի վրա գծենք մի հատ ինչ-որ գրաֆիկ, սովորական գծերով իրար կպած, այս երկրորդի վրա գծենք բան, այն սյուներով գրաֆիկ օրինակ, կարանք վարվենք սենց, ասում ենք ներողություն սրա ու սրա։ Հաշվարկը սկսում ենք այս վերևի ձախից, էլի։ Կարանք այդ մատրիցների պես, չէ, վերևի ձախ հետ առաջի էլեմենտն է, կամ ոչ սովորական մարդավարի ձախից առաջ վերևից ներքև։ Չգիտեմ, խիստ դժվարացրեցի։ Եթե ուզենանք օրինակ այդ առաջին այս 0-0 կոորդինատով, այսինքն այս առաջինի փոփոխն գրում ենք x, այս մեր երկրորդ փոփոխականը x-ից քառակուսի փակագծերի մեջ 0-0, ու հետո get plot ու գրաֆիկը, x-ից 0-1 get plot ու գրաֆիկը։ Ահա, սենց գծեց։ Եթե ուզենանք որ սենց այս ամենտեղ սենց չկրկնվի առանցքները գրված, այլ իրանք ընդհանուր բոլորը նույն առանցքի ոնց որ մի հատ ընդհանուր գրված լինի առանցքը, ասենք ստեղ գրում ենք share subplot-ը սարքելուց գրում ենք share x կամ share y, այսինքն իրենք իրար հետ կիսվեն այդ x y առանցքներով, թե չէ։ Ու եթե տայսենք true, տեսեք, հիմա մի հատ ընդհանուր սենց առանցք եղավ։ Ահա։ Էլ արդեն ստեղ մի հատ նորից չի գրվում, էլի, նույնն էլ այստեղ նորից չի գրվում։ Ու կարանք իրար մեջ հեռավորությունը փոփոխենք, դրա համար կարանք կանչենք այս ընդհանուր գրաֆիկի մասին, այս ընդհանուր պատկերի մասին է խոսքը, դրա համար գրում ենք fig get, հետո subplots adjust ոնց որ դզել փչել, ու գրենք օրինակ vertical հեռավորությունը 0.5, horizontal հեռավորությունը 0.3, ահա, տեսակ, սենց ավելի հեռվացան իրարից, 0.5 սարքեցինք սա։ Ու եթե ուզենանք անուններ տանք, կարանք այս առաջինին օրինակ ասենք առաջի գրաֆիկ, երկրորդին երկրորդ, այս ասում ենք որ առաջին x0 get set title տեղա արվեք տու բանին, վերնագիր տու, set հարա վերնագիրը, ու երկրորդը set հարա վերնագիրը, ու այս սաղ պատմությունը save անելու համար, այս անգամ էլի գրում ենք fig get save, այստեղ է ոնց որ պետք է ասենք ինչը save անել, ասում ենք fig-ը save արա, ասում ենք fig get save fig ու էլի ֆայլի անուն ինչ-որ։ Ահա, այս էլ save արեց մեզ տվեց այսը։ Ստեղից ինչ-որ հարցեր ժողովուրդ։ Լավ։ Ստեղ այս նկարն եմ դրել, որ ոնց որ որպես հուշում, թե ինչ հրաման ինչ ձևով է։ Ասենք axis get legend-ը սա է միացնում, set title-ը վերնագիրն է դնում։ Եվ այլն, այս բանից ցրած set x label եւ այս բանից ցրած դոկումենտացիայից ցրած մի հատ նկար է ուղղակի։ Կարակ իրան նայեք, կարելի է գնաք դոկումենտացիան ինքներդ թերթեք, շատ ավելի լավ է այդտենց։ Այս բայց մի օրինակ էր բան սարքելու, սապլոտներ սարքելու, մի եղանակ էր սապլոտներ սարքելու։ Մենք ստեղ որ
հատիկ նշում ենք, թե սրան սա արա, նրան սա։ Մի ուրիշ տարբերակ նա, որ ոնց որ կոդով sense առանց հենց որ բջիջ կոպիտ ասած, ասենք, օքեյ, հիմա ես սկսում եմ գծել առաջինը։ Գծենք, հետո պրծնենք, ասենք, օքեյ, ես հիմա սկսում եմ գծել երկրորդը։ Եթե այդ ոճով են կոդը գրելու, հարմար է հետևյալ եղանակը, որ գրենք plt.figure ու ասենք fig size-ը հավասար է ինչ-որ բան, այս ինչ չափի պատկեր ենք ուզում, սա կարանք չգրենք։ Ուղղակի լավ կլինի իրան գրել ու իրան տալիս ենք արժեքների tuple կամ list, մենք ասում ենք 10-10-ի քառակուսի թող լինի։ Հիմա որպեսզի իրան ասենք, թե որտեղ ինչ գրաֆիկ գծի, վարվում ենք սենց։ Գրում ենք plt.subplot, հետո իր մեջ գրում ենք այդ subplot-ի չափերը, օրինակ 2-ը 1-ի, եթե ուզում ենք 2 տող միսյուն լինի, 2-1, ու հետո գրում ենք, թե որերորդն է դա էս, 2-1 որ սարքեցինք ինքը առաջինն է, երկրորդը որն է, ասում ենք 2-ը 1-ի սարքել ենք, ընտրում ենք առաջինը, այս ոնց որ 211 սա որ գրած է, սա ուղղակի 2-1-1 թվերի կոմբինացիան է, էլի, հետո գծում ենք դա, ասում ենք plt.plot 1 2 3 4 1 4 10 plt.y label առաջին y օրինակ։ Հետո ասում ենք օքեյ, հիմա այսքանը գծեցինք, հայտարարում ենք, ասում ենք հիմա plt.subplot էլի 2-ը 1-ի երկրորդ գրաֆիկը։ Երկրորդ գրաֆիկում ասենք որ տենց bar plot գծի, այստեղ իմիջիայից գույնը տալուց կարանք օգտվենք իր բանից 16-ական կոդից, այսինքն հենց կոնկրետ նշենք, ասենք, ոչ թե կարմիր կապույտ տեղին, այլ հենց չոտկե ասենք, այս գույնից ենք ուզում, վանդականից ու հետո կոդը գրելով։ Ահա, սենց գրեցինք, էլի նույն արդյունքին հասանք։ Ժողովուրդ, ստեղից ու ընդհանուր Matplotlib-ից ինչ-որ հարցեր կան։ Արագությունը ո՞նց էր։ Կարամ ավելի արագ, կարամ ավելի դանդաղ։ Երևի ավելի դանդաղ չարժի, բայց դուք ասեք։ Արագությունը ինձ թվում է օքեյ։ Բարի։ Դե լավ, ժողովուրդ, Matplotlib-ից այսքանն էի ուզում պատմեի։ Մի աշխարհ բան կա Matplotlib-ում, այս հələ դեռ մենք Matplotlib-ի մի հատ հակառակ արա։ Մենակ մի հատ ենթաբաժին ենք նայել Matplotlib-ի, այդ PyPlot կոչվածը։ Մի խոսքով, շատ բան կա։ Ես շատ խորհուրդ եմ տալիս, դուք դոկումենտացիան բացեք, ուղղակի Matplotlib documentation։ Ու թերթեք, տեսեք ինչեր կա։ Ուղղակի որ ծանոթ լինեք, էլի։ Սա ոնց որ թեթև ներածություն հնարավորությունների, էլի։ Այդ նույն ոճի մեջ հիմա մի հատ ուրիշ գրադարան կնայենք, ինքը շատ ավելի տենց ձեզ դուր կգա ինձ թվում է, ես որ տենց լավ ոգևորված եմ, երբ որ այդ գրադարանը սկսել էի օգտագործել, ինքը շատ ավելի ինտերակտիվ, շատ ավելի սիրուն, թիթիզ, հզոր գրադարան է, բայց այս Matplotlib-ը ինքը ոնց որ այն ֆունդամենտն է, էլի։ Նման է նրան, որ NumPy-ը անցնում են կարող է տենց անկապոտ լինի, իսկ Pandas-ի ժամանակ արդեն աղյուսակ, սիրունը, այս կիրառեցիր, այն կիրառեցիր եւ այլն, բայց տակը NumPy-ը աշխատում, ոնց որ NumPy-ն է որ պետքա ամբողջ հարգանքին արժանանա։ Նույն ձև ոնց որ այս Matplotlib-ն է ինքը տենց ֆունդամենտալ գրադարան, շատ ֆունդամենտալ։ Իրա հիմքով նաեւ մի հատ ուրիշ գրադարան կա, որ մենք չենք անցնի, ինքը Seaborn-ը կոչվում։ Ինքը էլի բավականին սիրուն հարմար գրադարան է գրաֆիկներ գծելու համար։ Իրան անիմաստ կլիներ էլի, ինձ թվում է ներկայացնեի, զուտ ուզում եի երկու աշխարհը ներկայացնեի, ֆունդամենտալը ու բանը, ինտերակտիվը, բայց նաև սա է կարելի Google-ել կամ երկու հատ վիդեո գոնե նայել իրանից, զուտ որ պատկերացում կազմեք, էլի։ Որոշ գրաֆիկներ Seaborn-ով են հիմնականում գծում, ոչ թե Matplotlib-ով։ Ու էլի լիքը գրադարաններ կա, էլի վիզուալիզացիայի համար։ Ես ուղղակի հիմնականներն եմ ասում։ Բայց մի խոսքով, այդ գրադարանը կոչվում է Plotly, ինքը տես տարբեր լեզուներով հասանելի է, մենք բնականաբար Python ենք ուսումնասիրում, մեզ պետք է իրան օգտագործելու համար grep pip install Plotly։ Ու մենք կրկին իր ենթադեպք կնայենք Plotly.express-ը, Express-ը այդ են շատ արագ հարմար սարքվող գրադարան, գրաֆիկների գրադարանն է, Express տենց արագ էլի։ Իրան ընդունված է ներմուծել որպես գրում ենք import Plotly.express, ընդունված է գրել px որպես
ու ինքը շատ լավ է աշխատում, երբ որ մենք գործ ունենք data frame-ի հետ։ Pandas-ի հետ ինքը մի այլ կարգի հրաշալի ընկերական հավեսով շփվում է։ Ու հեսա կտեսնենք թե ինչ հավես է։ Ըհը։ Ստեղ եկեք մի հատ որպես data frame վերցնենք, այս ոնց որ հենց plotly-ից եմ վերցրել այս data-ն, տենց հարմար բան ունեն, որ հենց plotly-ով կարաս data վերցնես։ Data-ն հետևյալն է։ Տրվածա բան, տրվածա բան, խեմ մոռանում բառերը։ Մի հատ սրճարանի տես տարբեր սեղանների մոտ վճարված գումարների տվյալներն է։ Ինչքան է ընդհանուր վճարը եղել, ինչքան թեյավճար են թողել, ու այդ թեյավճար թողողը ինչ սեռի ա եղել, ծխող ա եղել, թե չէ, որ օրն ա եղել, ինչ ժամի ա եղել, ինչ ժամի ասածս նախաճաշ ա եղել, թե ընթրիք, ու քանի հոգով են եղել։ Այդտենց տվյալներ ա մի հատ։ Հիմա եկեք սրանից խառը բաներ գծենք, բզբզանք, նայենք, ուսումնասիրենք։ Առաջի բանը այդ scatter plot-ն է, էլի ստեղ գրում ենք px get scatter, հլնայք տեսեք ինչքան արգումենտ ունի։ Գժանոց է ուղղակի։ Իրական։ Այս սաղ արգումենտներն է իրա։ Հələ էլի կան, ուղղակի ինձ թվում է չի երևում այն բանից։ Տողը բրծնում է։ Ահա։ Հիմա իրան գրելու համար կասենք x, օրինակ x y էլի նշենք, ասենք x-ը հավասար է df total bill, y-ը հավասար է df tip, tip-ը բանն է, ասակի ասեմ, tip-ը թեյավճարի չափն է։ Ահա, հիմա սրան որ գծենք, մեզ տվեց sense մի հատ գրաֆիկ, որը առաջի հայացքից դե նույն բանն է էլի, ինչ է իր այտենց ռեկլամանում, բայց նայեք ինչ արում, երբ որ մկնիկը բերում եմ ստեղ։ Հոպ, կարանք sense կետիկների վրա պահենք, կարանք գանք sense zoom անենք ինչ որ կտորի վրա, կարանք գանք sense auto scale անենք, կարանք գանք sense ինչ որ կտոր ընտրենք ուղակի, կարանք գանք ստեղ նկարել սա ինչը save անենք միանգամից որպես PNG, կարանք գանք այս sense ինչ որ բան ընտրենք, սրանք sense մի խոսքով լիքը ինտերակտիվություն է մեզ ապավում էլի, դա ուզում ասեի։ Շատ հարմար, ընտիր, գրադարան է ինքը։ Ու ես հələ նայեք, գրել եմ x-ը հավասար է df total bill, y-ը հավասար է df tip, առանց թե անդրել է xy։ Տեսեք ինչ կայֆ է, երբ որ data frame-ի հետ են գործում։ Կարանք ուղղակի գրենք px get scatter, գրենք df, հետո ասենք total bill ու tip։ Նայեք, այսպես որ աշխատացնենք, այս ուղղակի սյան անուններն եմ գրել։ Չեմ տվել հենց կոնկրետ տվյալները։ Ահա, մի բան այն չի։ Ինչ է, ինչ է։ In բացեմ, ուլ եմ տվել պատահական։ Այսպես որ աշխատացնենք, շատ ավելի հաճելի էր մուտքը նախ, սենց շատ ավելի լավ է, չէ՞, ուղղակի սյան անուններ ես գրում ու վсё։ Երկրորդն էլ ինքը ստեղ նայանքից առանցքի անուններն էլ դրեց, ինչը շատ հավես է։ Հիմա, եթե ուզենանք տարանջատում անենք ըստ սեռի, մենք մի գույնի ներկենք բաներին, տղամարդկանց մի գույնի բան, կանանց, կարանք ուղղակի գրենք գույնը հավասար է ու տանք այն սյունը, ըստ որի ուզում ենք գրաֆիկը գծենք։ Color-ը հավասար է gender, օրինակ։ Տեսեք, հիմա արդեն գրաֆիկը փոխվեց։ Կարմիրները տղամարդիկ են, կապույտները կանայք։ Ու ստեղ աչից մեզ մի հատ բան ավելացավ, gender, կարանք կտեսնենք ու ընտրենք մենակ մի խմբին։ Ոչ մեկի չընտրենք, male-երին ընտրենք, female-ներին ընտրենք։ Ահա, մի խոսքով։ Եթե օրինակ ուզենանք տեսնել, թե ինչքան մարդ է բան արել, այս ամեն մի տեղը քանի մարդով են նստած եղել, կարանք ոնց որ եթե շատ մարդ ա եղել, ասենց հաստ ներկենք, եթե քիչ մարդ ա եղել, բարակ ներկենք։ Դրա համար գրում ենք size-ը հավասար է ու էլի առանցքի անունն ենք, սյան անունն ենք տալիս։ Այս դեպքում հենց size-ը անունը։ Աշխատացնենք, ահա։ Հիմա սրանով տեսնենք միանգամից ինչ որ 45-48 դոլարի կարգի ինչ որ մեկը վճարել է ու լիքը մարդ են եղել, 6 հոգով են եղել, կտեսնելով է ցույց է տալիս ինֆորմացիան իր մասին էլի։ Եթե ուզենանք օրինակ ըստ նշանների փոխենք, որ ասենք ով որ ծխող է, ասենց իրան քարփինջ լինի, ով որ ծխող չի, բան լինի, քառակուսի լինի, օրինակ, կարանք գրենք սիմվոլը հավասար է ու գրենք այդ սյունը smoker։ Ըհը։ Այստեղ որ համ գույնով է, համ սյունով, տենց ստացվում է 4 դեպք ունենք, ծխող կին, չծխող կին, ծխող տղամարդ, չծխող տղամարդ։ Բայց էլի այսպես արդեն այս գրաֆիկից լավ զգացվում է, էլի քարփինջ, կապույտ գույնի, կլոր կարմիր գույնի եւ այլն։ Էս օքեյ ժողովուրդ ընդհանուր, ստեղից ինչ որ հարցեր կան։ Շատ ուժեղ բան է, էլի, համարյա ոչ մի տող չգրելով արդեն տենց շատ ոգևորող հզոր բան ենք ստանում, էլի։
Ուրիշ գրաֆիկներ, օրինակ հիստոգրամը։ Գրում ենք px.histogram ու էլի ստեղ ոնց որ արգումենտները սենց է։ Սկզբում data արգումենտն է, տվյալները։ Հետո x արգումենտը, ես իրենց դիրքային էի տալիս, հիմա կարանք հիստոգրամ, հա, հիստոգրամի համար data չեր արգումենտի անեն, նախորդի համար data էր այդ չեմ սխալվում, արդեն չեմ հիշում։ Այս լավ, կարանք նայենք դոկումենտացիայով կամ docstring-ով։ Ու խոսքով, սենց գծեցինք օրինակ բանը իր հիստոգրամը, կարանք առանցքները ֆիքսելու համար, եթե այնտեղ գրում ենք beans, այստեղ գրում ենք n-beans, ես սրանով շատ եմ աշխատում, դրա համար էի այնտեղ էլ մտածում n-beans-ա, համատաբար շատ էլի, սենց ինքը 10-ը դույլիկ կբաժանի, ու տեսեք ինչ հարմար է կարդալ, 3-ից 3.99 թեավճար թողած մարդկանց քանակը 68 է, մենակ մի հոգի է, որ $10-ից ավել 10-ից 11 դոլար թեավճար է թողել եւ այլն։ Կարանք սա փոխենք ու ըստ սեռի էլ գծենք, սենց տեսնում ենք, որ 31 հոգի 2-ից 3 դոլար թողածների մեջ 31 հոգի կին էր, 47 հոգի տղամարդ։ Սենց ոնց որ իրար վրա է կանգնում, մի քիչ այդքան է հարմար չի, որ սա ոնց որ 0-ից չի սկսում, այլ սկսում է սրապրծնելուց։ Դրա համար կարանք ոճը փոխենք ու ոնց որ ամեն մեկը որ 0-ից սկսի, ոչ թե իրար վրա լինեն, գրենք bar mode, հավասարա overlay, իրար վրա դնել, overlay, էլի։ Սա որ աշխատացնենք, երկու գրաֆիկն է գծվեց, ոնց որ մեկը մյուսի վրա ուղղակի։ Սա երևի ավելի ինտերնելի է։ Եթե չուզենանք ինքը սենց առանցքներով, այսինքն ոնց որ սյուն գնա, այլ մի հատ սենց ավելի սահուն գիծ լինի, կարան գրենք hist norm-ը, չէ, ներողություն, սա ուրիշ բան էր։ Այս սրանով մենք այդքան էլ մեզ հարմար չի հասկանալ, օրինակ ես 18 հոգի, որ վճարել է, ինչքան մասն է ընդհանրապես մարդկանց։ Այդպես բաների համար կարանք ոնց որ ամեն ինչ նենց անենք, որ ոնց որ գումարային է, սաղ գումարենք իրար 0 տա, 1 տա ներողություն, այսինքն այս առանցքի վրա մենք որ տեսնենք 4, դրա փոխարեն իմանանք, որ ասենք 0.10%-ն է մարդկանց։ Այդտենց ինչ-որ բան որոնենք, դրա համար կարանք ասենք hist norm, հիստոգրամը նորմալիզացիա անել, նորմալիզացիա, այսինքն կոպիտ ասած բաժանել երկարությանը, նենց անել, որ գումարային 1 լինի, գրենք օրինակ probability density, ստեղ էլ x առանցքը գրել եմ հավասարա true, ուղղակի որ ցույց տամ ոնց կարանք էլի արգումենտ տանք, log x-ը հավասարա true եմ գրել, կներեք, սենց ինքը x առանցքը դարձնում է բան, լոգարիթմական, գրեմ title-ը հավասարա graphic, ստեղ դարձրել է graphic, ուզում եմ միանգամից մի քանի բան ցույց տալ, էլի սրա վրա։ Այսպես մի հատ բան է տալիս։ Հիմա էական չի երևի, բայց եթե գումարենք այս ամեն ինչը, ճիշտ ինտեգրենք, այս ամեն ինչը 1 է տալու էլի ինտեգրալը, բայց այդ փոճուր ուղղակի ուզում էի բացատրել ես probability density-ն ինչ բան, այս hist norm-ը ինչ էր գայս էլի, բայց այդ կարանք անտեսենք լրիվ էլի։ Ու եթե ուզենանք տեսնենք էլի օգնող նամակներ, կարանք ասենք help px.histogram ու տեսնենք թե ինչքան, հա, data չէր արգումենտի, data frame էր անունը, սխալվել էի։ Այսպես լիքը արգումենտներ ունի, որոնք մենք բնականաբար մեծամասամբ չենք նայի հիմա։ Ուղղակի ոնց որ ես ստարտն եմ տալիս էլ ձեզ։ Մինչև այս կտորը ինչ որ հարցեր կան, ժողովուրդ։ Դե լավ։ Նայենք բարպլոտեր մի քանի հատ։ Եթե ուզենանք օրինակ բաժանում անենք ըստ խմբերի, ոնց որ ամեն մի խմբում քանի մարդով են եղել, այսինքն խումբ լինի, կարանք data frame-ը գծենք ստեղ, որ վերհիշենք թե ինչի մասին է խոսքը։ Այս մի վարքան, հա, վայ, ներողություն, ինչ եմ խոսում, bar mode-ը եթե գրենք group, ինքը բան կանի, ոնց որ ստեղ գծում ենք բանը, օրը, ու գծում ենք թե ինչքան են վճարել, ու եթե ուզենանք առանձին տեսնենք վճար առ վճար, ոչ թե գումարային, այլ առանձին, կգրենք bar mode-ը հավասարա group, ինքը սենց տալիս է մի հատ սենց կտրտված գրաֆիկ, ստեղ տեսնում ենք հատիկ, որ շաբաթօրը մի հատ $40 է եղել, 19 դոլար եւ այլն, այսենց գումարային նայում ենք։ Color-ը հավասարա gender ենք տվել, հիմա տեսնում ենք
որ կիրակի օրը տղամարդիկ կանայք ծախսել են $370, կանայք 1200 եւ այլն եւ այլն։ Ու տեսնում ենք, որ այս մենակ 4 օրվա համար է տրված տվյալները եղել մեր մոտ։ Հինգշաբթի օրը տղամարդիկ ու կանայք ոնց որ նույն քանակի են փող ծախսել, չգիտեմ ինչքանով հետարքիր փաստեր են, բայց ուղղակի նայենք։ Մի խոսքով, այսպես մի հատ գրաֆիկ։ Այս վերևը ներքևը նույն բանն եմ դրել, չգիտեմ ինչի։ Մի հատ ուրիշ տենց լավ ավելի դժվար գրաֆիկ, ուղղակի ի գիտություն, այդ box plot-ն է, այս ящик արկղ plot-ը, ինքը մեզ տալիս է միանգամից լիքը ինֆորմացիա։ Ստեղ ըստ բանի եմ, ըստ սեռի եմ գծել ու ըստ օրվա գծել եմ բաները, ինչքան վճար է եղել։ Նա սրա վրա որ պահում ենք, ինքը մեզ ցույց է տալիս ամենակիչը ինչքան է վճար եղել, ամենաշատը ինչքան է վճար եղել, միջինում ինչքան է վճար եղել, միջինում ասածը բան, հենց միջինը չի տալիս, սխալ է հիշում, մեդիանում էլի, եթե սորտարենք այն մեջտեղինը վերցնենք, մեդիանը կհիշեք բանից, profound-ի խնդիրներից, մեդիանը ինչքան է եղել, ու այս կետիկներով ցույց է տալիս, թե այն որոնք են, որ տենց շատ մեծ են, որ երևի տենց անորմալ դեպքեր են, որ մեկը եկել է տենց սաղ աշխատավարձը ծախսել է, կամ որ միլիոնատեր է մտել, կամ вообще ինչ որ մեկը եկել է մենակ մի հատիկ աղա առել ու всё, չգիտեմ։ Այդ տենց բաներ, միանգամից սա մենք տեսնում ենք, այս Q1, Q3-ն էլ համապատասխանաբար կոչվում են առաջին ու երրորդ կվանտիլներ, իրենք ցույց են տալիս, թե ոնց որ եթե սորտավորենք տվյալները, առաջի քառորդը մի կողմ, չորրորդ քառորդը մի կողմ, այն մեջտեղի երկու քառորդը, այսինքն այն 50%-ը մարդկանց են, հիմնական այն միջին մասը, որոնք են 13.79-ից 25.8 են։ Միանգամից լիքը բան է մեզ տալիս, էլի, իրան մի քիչ դժվար է կարդալ, հատկապես եթե անսովոր ենք, բայց ինքը շատ հզոր գրաֆիկ է, էլի։ Մի ուրիշ հզոր գրաֆիկ էլ, էլի տենց մի երկչափ գրաֆիկի գանք, կոչվում է density heat map, density-ն դա խտությունն է, heat-ը ջերմությունն է, map-ը բանը, քարտեզը։ Ինքը այստեղ գծել եմ բանը, ընդհանուր վճարը ու բանը, թեյավճարը։ Ինքը մեզ ըստ գույների ցույց է տալիս, թե ինչքան վառ է գույնը, կարճ ասած, այդքան շատ դեպք կա դրա։ Բաժանվել են խմբերի էս ընդհանուր գինը ու բանը, թեյավճարը, ու կարանք նայենք այստեղ օրինակ, տեսնենք, որ մինչև $1 թեյավճար թողած ու 10-ից 15 դոլարի վճարում արած մարդիկ չկան։ 1-ից $2 թեյավճար թողած ու 10-ից 10 հա, 1-ից $2 թողած ու 10-ից 15 վճարում արած մարդ 22 հոգի կա, այս էլ վառ դեղինը 34 հոգի 2-ից 3 դոլարա թողել 10-ից 15 վճարում անելու դեպքում։ Այստեղ կարանք սա գանք կարդանք, տեսնենք, որ 25-ից 30 դոլար վճարածներից մենակ 7 հոգի է, որ 4-ից 5 դոլար է թեյավճար թողել։ Արդեն գույնով զգում ենք էլի, որտեղ այն հիմնական կտորը, ասենք մարդ մենակ մի հոգի կա, որ 55 դոլարի մինչև 55 դոլար վճարում արել 50-ից ու 10-ից 11 դոլար թեյավճար թողել։ Ասենց ինքը խառը ինֆորմացիաներ տվող գրաֆիկ է։ Իրա վրա էլի կարանք նույն ձև զում լինենք, բայց մի խոսքով։ Մեկ էլ այս բան pie chart-ը ցույց տամ ու նոր հարցնեմ, ինչ հարցեր ունեք։ Այստեղ կարանք գրենք px.py ու գրենք թե անունները ինչ ոնց որ գրում ենք անունները հավասար է gender, որ ինքը սեռի բաժանի ու վերնագիր եմ տվել մի հատ էլ։ Սա աշխատացնում ենք։ Ահա, տվեց։ Տոկոսներն էլ գրեց միանգամից, ինչը բավականին հարմար է։ Սենց էլ կարանք ինչ որ ամեն ինչ ընտրենք, բայց իմաստ չունի։ Մինչև այս կտոր ինչ որ հարցեր ժողովուրդ։ Կան։ Լավ, մի հատ էլ դժվար գրաֆիկ բավականին, կոչվում է բան violin plot, որտեվ ջութակի է նման, այդքան նման չի ստեղ ջութակի, բայց ընդհանուր նման է լինում մեկ-մեկ։ Ահա։ Իրան էլ գծելուց ինքը մեզ բանն է տալիս։ Բաշխումներն է տալիս։ Ահա, տեսեք, այստեղ ոնց որ սիմետրիկ բան է, բայց սրանով ինքը համ մեզ ցույց է տալիս այն ամեն ինչը ինչ ցույց էր տալիս բանը, box plot-ը։ Կարանք նույնիսկ այդտեղ գրենք box-ը հավասար է true։
Եկեք ներքևում նայենք, միանգամից բոքսը ասա true-ով նա։ Ահա։ Համել տալիս է ոնց որ բաշխումներ, sense որ նայում ենք, տեսնում ենք որ տենց լիքը մարդ 3-ի մոտի կա ու տենց շատ քիչ մարդ կա որ այս կտորի վրա է, ստեղ էլ տեսնում ենք որ 2-ի մոտ է հիմնական մարդիկ եւ այլն եւ այլն։ Այս ոնց որ կարող պատկերացնենք, եթե հիստոգրամ լիներ, այդ հիստոգրամը ուղղակի անընդհատ դեպքում էլի որ մի գծով լինի, ոչ թե sense իրար վրա իրար կողք դրած բաներ, ճյուներ։ Եթե ուզենանք որ ինքը տենց նաեւ բոլոր կետերը գծի, տենց թե քանի հատ կետ կա, կարող գրենք points-ը հավասար է all, բայց այս տենց շատ տարօրինակ բան է, սա շատ համարյա չեմ հանդիպել որ անեն։ Ասենց էլ տենց որ կարանք այս կետերի բանով էլի կուտակվածությամբ նաև պատկերացնենք որտեղ ինչքան արժեք կա։ Ու այս կոնտուրներից խոսալով, ներողություն, այս խտությունների բաշխումներից խոսալով, եթե ուզենանք ընդհանուր տեսնենք բանը, այս սրա է տենց այս եզրագծերը, եթե մի երկու առանցքով լինի, օրինակ, այս երևի շատ դժվար գրաֆիկ է, բայց լավ, եկեք ես երևի իմաստունի ասեմ, թե չէ։ Այս իզուր եմ դրել, երևի դրել եմ ուղղակի, որ ցուցադրեմ ինչ դժվար բաներ կա։ Density կոնտուր է կոչվում, սա ոնց որ ուզում ենք բան գծենք, ինչքան գումար է վճարվել ու ինչքան բան է տրվել, ինչքան թեյավճար է տրվել, դա արդեն բան գրաֆիկ է, չէ՞։ Երկու հատ թվային առանցք ունենք, իրանք ինչ որ արժեք է իրենց համապատասխանում, ամեն թվազույգի մի արժեք հանձնենք, ինքը եռաչափ գրաֆիկ դառավ, էլի։ X, Y, Z առանցքներ ունենք։ Ու այս կոնտուր պլոտը նա որ տես տարբեր կետերում sense ոնց որ բան նայված լինի, իսկ օրինակի համար 0-4 արժեքը որը դեպքերում է ընդունվում։ Ու այսինքն այս եզրագիծը այդ այն կետերն է, որտեղ որ 3 արժեքը որ ընդունվում։ Օրինակ, եթե լինի 30 թեյավճար ու 4-ու մի քիչ 30 ընդհանուր վճար, 4-ու մի քիչ թեյավճար, տենց 3 հոգի կա։ Նաև 3 հոգի կա, որ 30-ը վճարել էլի, բայց $6 կարգի է թող։ Այսինքն մի հատ գրաֆիկ կա։ Կարանք նաև եռաչափ գրաֆիկներ գծենք image-ալոց plot-լիով։ Գրում եմ օրինակ scatter plot եթե զան գծենք, գրում ենք scatter 3D, df ու ստեղի x, y, z ու մի հատ է gender-ն եմ տվել, color-ը։ Սենց կարանք իրարա zoom անենք, պտտենք իրան, գանք մտնենք մեջը, այսինքն նայենք։ Ուժեղ հզոր գրադարան, այսինքն մենակ բան, մենակ մի սեռը թողենք իրանց նայենք։ Եվ այլն։ Էլի մի քանի գրաֆիկ, մի հատ մակերեսային գրաֆիկ է կոչվում, px-get area, ստեղ մի քիչ այդքան է հաջող չեմ ընտրել բաները, առանցքները, բայց ինքը ընդհանուր բան է անում։ Գծում է, ոնց որ այս նույն ոնց որ եթե ուղղակի գծիկներով գրաֆիկ լիներ, նույն այդ բանն է, ուղղակի տակի մակերեսներն ասա, տակը sense գծում է ուղղակի, էլի ավելի սիրուն բան է։ Մի հատ ուրիշ դժվար գրաֆիկ, բայց սիրուն sunburst-ա կոչվում, մոռացել եմ խիղաուն sunburst, եթե ինչ-որ մեկը կնայի կարա կիսվեք, իրան գրում ենք path-ը հավասար է, ասենք ասում ենք gender smoker day, ոնց որ path-ը հետագիծ, ու արժեքները օրինակ թող total bill-ը լինի, ինքը նայեք ինչ է ներես, match-ի gender smoker day, այդ 3-ն ենք տվել հերթով։ Այս առաջի կլորի մեջ լինելու է pie chart, որտեղ որ գրած է ըստ սեռի բաշխումները, ինչքան են վճարել։ Հետո լինելու է ըստ smoker-ի, ըստ նրա ծխողաթը չէ, ու նաև իր մեջ ըստ սեռի։ Ասենք տեսնում ենք, որ բան, սա ծխող կինն է, սա ծխող տղամարդը, սա ծխող կինն է, սա չծխող կինը, սա ծխող տղամարդը, սա չծխող տղամարդը, այսպես գրաֆիկ դառը։ Հետո այս նույն պատմությունը ըստ վճարման օրերի է լինում։ Ու եթե մեզ ինչ-որ կտոր հետարքի լինի, կարող ուղղակի իր վրա կտսնենք, ինքնից սիրուն անիմացիայով կփակվի ու մենակ իրան գնենք։ Հետո հետ կտսնենք, հետ կբացվի։ Այսպես նայենք օրինակ մենակ հավես անիմացիան։ Կտսնենք նայենք մենակ չծխող տղամարդկանց օրինակ, կամ բացենք հետ գա, սրան բացենք մյուսն էլ հետ գա։ Զուտ թիթիզ գրաֆիկ է ձեզ ցույց տալիս կարճ ասած։ Թիթիզ գրաֆիկների շարքից կարանք scatter plot-ը գծենք, եթե ասենք 3 հատ առանցք ունենք, էլի ստեղ 3 բան։ Այնտեղ օրինակ եռաչափ գրաֆիկի դեպք տեսել էինք, ստեղ նույնիսկ մի քիչ ավելի լուրջ բան։ Եթե ուզենանք գծենք ընդհանուր գինը, ինչքան թեյավճար է թողել ու քանի մարդով են եղել, սենց կոչվում է scatter ternary, ternary-ին կհիշեք այդ մեր 3 թվից ternary օպերատոր։
Ինքը sense ցույց է տալիս այսպես մի հատ գրաֆիկ, որտեղ 3 առանցքը sense երանկյան ձևով է սարքած, ու էլի կարող ենք արժեքները նայենք։ Այս գրաֆիկը ես կյանքում ոչ միտեղ չեմ տեսել գործի մեջ, ուղղակի ոնց որ հավես բաներ մտածեցի ցույց տամ։ Չգիտեմ, կտեսնեք դուք ընդհանրապես իրեն թե չէ, գուցե տեսնեք, բայց լավ, այստեղից ինչ որ հարցեր։ Դե լավ, մեկ էլ մի հատ ուրիշ հավես բան, որ մենք ստեղ ամեն ինչ ասենք այս ըստ սեռի գույների ենք ներկում, եթե ուզենանք ուղղակի բաժանենք տարբեր գրաֆիկների, դրա համար կարող գրենք facet colon բառից ու տանք ինչ որ սյուն gender։ Ինքը ուղղակի իրենց կբաժանի երկու տարբեր գրաֆիկի։ Ահա, ստեղ կանայք են, ստեղ տղամարդիկ է, սա gender հավասար է male, gender հավասար է female։ Կարող գրենք մի հատ էլ եթե օրինակ ըստ բանի ուզենք բաժանենք, ըստ ծխողեն թե չէ դրա, կարող ենք facet row-ը, այստեղ հա, խարդ փոխել եմ հերթականությունը, չգիտես ինչի։ Իսկական ինչ չգիտեմ, խի։ Այսպես։ Facet color թվնա gender-ը, ավելացնենք facet row-ը հասարը smoker, ինքը sense տվեց 4 հատ բան։ Այստեղ բանն են, այս աչից պետք է կարդանք, չծխող կանայք են, այստեղ չծխող տղամարդիկ, այստեղ ծխող կանայք, ծխող տղամարդիկ, ծխող կանայք։ Սա բաժանես տարբեր գրաֆիկների։ Բայց մենք մեկա կարանք, ասենք, բան, էլի կարանք color կամ տենց բաներ տանք։ Հիմա եկեք օրինակ գծենք ըստ բանի։ Ըստ նրա թե երեկոյան են կերել, թե առավոտյան, սենց գրենք, այսքան ընտրիքա թե բան։ Այս սենց գույնավորեց։ Կարանք սենց վարվենք վահանենք։ Բայց մի հատ էլ have px get եմ գրել, որ տեսնենք թե սա ինչքան շատ տարբեր բան ունի։ Ասենք տենդենսը դեպի որտեղ է գնում։ Գնալով ավելի շատ աճում են, թե նվազում, այդ ցույց տվող մի հատ ինչ-որ գրաֆիկ, ոճեր ընտրել, նշել, թե ինքը ինչ ձևով էս ամեն ինչը, ոնց գծի է, լավ էս եւ ոնց գծի կամ լավ, ինչ առանցքների վրա ինչեր ընտրի, այս margin x y-ը, սա կնայենք մի քիչ հետո, եթե չեմ սխալվում ինչեր են, գույներ տալ, սիմվոլներ տալ, եւ այլն, մի խոսքով, լիքը բան կա, կարծես ասածս էդ է, շատ ուժեղ գրադարանը։ Trendline ասվածն էլ այս էր։ Այսպես գրում ենք trendline-ը հավասար է, այստեղ OLS ենք գրես, OLS-ը մի քիչ տեխնիկական բան է, կոչվում է ordinary least squares, միջին քառակուսային շեղում, այսինքն ինքը փորձում է այնպես գիծ գծի, որ ինչքան արա լավ կմոտարկի այս կետերը, լավ երևի դրանից ավելի մանրամասն կարևոր չի այս Python-ի դասացի շրջանակներում, ասես բայց տեսնում ենք trend-ը իր, էլի, ու եթե իր վրա պահենք, բանաձևն է գրված, 0.1 գումարը անգամ total bill գումարը 0.9 է, 0.1 որ դրական թիվան շարունակում է, որ գնալով աճում է բաները։ Ինչքան ավելի շատ բան, ինչքան ավելի շատ լինի քո բանը, հաշիվը, այդքան ավելի շատ թեավեճար կթողես։ Իսկ այս margin կոչվածներն էլ իրանք այնա, որ կարանք այս margin-ը ոնց որ այս բան, չգիտեմ ոնց հայերենով ասեմ։ Մի խոսքով այս աչից ու ձախից ազատ տարածություններում կարանք էլի գրաֆիկներ ներառենք։ Օրինակ, այս total bill-ը որ կա, այդ total bill-ի համար թող մի հատ box plot գծի։ Margin x-ը գրել ենք box։ Այս y-ի համար թող violin plot գծի։ Ու այս ամենը եթե ուզենանք save անենք իմ ինջայլոց, հա, կներեք, այս saving-ը իզուր եմ ստա գրել, գրեցի տեսա։ Եթե ուզենանք մի քանի առանցք գծենք միանգամից, կարանք ուղղակի գրենք y-ը հավասար է ու մի քանի արժեք տանք իրան։ Եկեք մի քիչ ավելի հարմար օրինակ, կամ լավ, թող size-ը լի, կարևոր չէ, էլի զուտ գրելու ձևն էի ուզում ցույց տալ։ Ուղղակի ցուցակով գրում ենք, թե ինչեր ենք ուզում գծի։ Ինքը մի քանի բան կգծի միանգամից։ Ու սաղ եթե ուզենանք save անենք, արդեն կախված է նրանից, թե ինչ ոճով ենք ուզում save անենք, եթե ուզենանք օրինակ այս ինտերակտիվությունը մեջը պահպանվի, գրում ենք fig.get write html։ Սենց ինքը բան HTML save կանի։ Ու կախված թե ինչ ձևով ենք ուզում իրեն save անենք, կարան գրենք write HTML image, օրինակ ու image-ում արդեն որպես նկար իրեն գրենք։ JSON եթե գրենք, ինքը կպայի ծրագիր, որը որ ոնց որ կպայի այդ սաղ նաստրոյկաները, թե որտեղ ինչ արժեք է գրած ոնց է եւ այլն, որ կարողանանք հետո
միանգամից իրան դարձնենք նորից այս plotly տեսակի օբյեկտ, բայց այդ մի քիչ ավելի դժվարացած բան եմ ասում, հավանաբար կամ write HTML ենք անելու, կամ write image։ Ժողովուրդ, ստեղից ինչ որ հարցեր։ Ոնց էր ընդհանուր, վախացնող չի, որ սենց ինչ որ լիքը շատ բաներ ա իրարից, ոչ շատ ուղիղ կախված։ Զուտ ոնց որ ընդհանուր պատկերացեցիք չէ երևի, թե ինչ էլ կարանք անենք։ Այս լիքը ավելի շատ բաներ կարանք անենք, էլի իրականում։ Որ մտածում ես պետքա sense թեմեր չես կար այդքան հիշես ու էլի բանկա պիտի միշտ ձեռի տակ ունենաս նայես Google-ից օքեյ է դրիվել։ Հա, իրականում ոնց որ ծրագրավորումը ոնց որ ամենակարևոր բաներից մեկը ծրագրողի է, նա որ պստա արագ դոկումենտացիա կարդա ու դոկումենտացիայից բաներ գտնի։ Ոնց որ հա, իսկականից բան չի։ Вообще հիշելու չի այս ամեն ինչը, էլի։ Հենա, սկսեցի գրել fig get vr ու control tab, control pravels չգիտեմ ինչ սխմեցի իրականում կանային, է։ Հա, shift tab սխմեցի, որ ինքը շարունակություն առաջարկի, էլի մոռացել էի ինչ ենք անում։ Սենց գրեմ, որ մյուս անգամ հիշեմ։ Așa նորմալ է, հա, այս չհիշելը։ Կարևորը զուտ հիշել, որ ինչ-որ բան կա, որ չես հիշում, էլի, իմանալ, որ այդ բանը չես հիշում, էլի։ Դա չէ, իմ հետ օրինակ շատ ա եղել, էլի, կարիերայի սկզբերում, որ ինչ-որ բան այսենց եմ արել, զուտ որտեվ չեմ իմացել, որ դրա համար շատ հարմար հրաման կա։ Մի խոսքով։ Ինչ-որ հարցեր ես կտորի, Ժողովուրդ, այսքանն էր բանի հետ կապված, վիզուալիզացիայի հետ կապված։ Այսինքն ոնց որ դատան մենք վերցնում ենք, իրան մշակում ենք, ոնց պետք է, վերջում ստանում ենք գրաֆիկները որպես արդյունք, հա, ու ուղարկում ենք իրան ինչ-որ տեղ։ Ինկատունես ինչ-որ տվյալա գետի աշխատանքը, տենց էդպես հասնում, հա։ Տվյալների վերլուծաբանի գործը ավելի շատ, ինչ որ դեպքերում կարա հա լինի, որ իրեն տվյալներ են տված ու հետարքի է մի քանի բան։ Ասենք, չգիտեմ, խաղի մասին տվյալներ է ինչ որ, թե այդ մարդիկ խաղը խաղացել են ու գրված է թե բան։ Ուզում եմ հասկանալ, օրինակ այդ որ level-ից հետո է, որ մարդիկ հրաժարվում են խաղը խաղալ ու բանց հելնում գնում են խաղից։ Դու այդ ժամանակ կարող վերցնես ոնց որ սյուներովը դզես, փչես, գտնես ասենք բան։ Ինչ որ խնդրեմ կա data-իդ մեջ, թե չէ, օրինակ ինչ որտեղ բան։ Եթե մի քանի օր չի մտել խաղի մեջ, որոշել են որ բան էլ չի մտնում խաղի մեջ, բայց հաջորդ օրը եկել է, այսինքն ինքը հələ նորմալ տենց ակտիվ մասնակից է խաղի, բայց դու իրան գցում էիր մի կողմ։ Ինչ որ բզբզաս, նա ես ուսումնասիրես դատան, հետո գաս, հա, արդեն կոնկրետ խնդրին, ասես լավ, երևի ինչ ոնց իրան ներկայացնեմ տվյալները կամ ոնց անենք, որ པարզ լինի, որ այս level-ը դժվար level է։ Օրինակ երևի գրաֆիկ գծես կախվածության, թե ամեն մի level ու ինչքան մարդ է բաները, ինչքան մարդ է էլ հաջորդ level-ին չի հասել, այսինքն մինչև այդ level-ը հասած մարդկանց գրաֆիկը, նայես տեսնես, որ թե ինչ որտեղ կտրուկ անկում է լինում, ուրեմն այդ level-ը դժվար է։ Ու ասենք այդ գրաֆիկը ու այդ եզրակացությունը ուղարկես քո գործատուին։ Այդ որպես մի հատ ինչ-որ օրինակ։ Կամ ինքը կարող է ուզենա ամեն օր մտնի նայի, տեսնի քանի ակտիվ մարդ կա խաղի մեջ։ Կամ նայի մտնի ամեն օր նայի, թե ինչքան գումար են ծախսել, ինչքան եկամուտ են ունեցել, դու գրաֆիկներ սարքես տենց ինչ-որ, բայց նենց որ իրանք հա տվյալների վրա թարմանան։ Իրանց դեշբորդ են կոչում, կարող տենց ինչ-որ բան ուզենան տան։ Ես այդտեղ նշեմ, որ ես բան չեմ, տվյալների վերլուծաբան չեմ ամեն դեպքում, բայց ինչ որ չափի տենց գործ արել եմ, ուղղակի ընդհանուր ուզում եմ ներկայացնեմ, էլի պանդաս ու բանը ոնց կարան կիրառվեն դրա մեջ։ Կարող ինչ որ բաներ թերի ասեմ, էլի ամենայն հավանականությամբ ինչ որ բաներ թերի եմ ասում, նույնիսկ ոնց ավելի ճիշտ կլինի։ Բայց հա մոտավոր էությունը է դա, էլի։ Ես այդտեղ այս բանի մեջ նյութեր եմ դրել որոշ, այս սրանք ձեզ կուղարկեմ։
Բայց մենք կոդը գրելու ենք բանի մեջ, Python-ի ֆայլի մեջ, ինքը մի քիչ տենց կոլաբին համապատասխան բան չի, էլի։ Ինչ է այս բանը։ Ինչ է այս ներկայացնում է Streamlit-ը։ Ինքը գրադարանա շատ հեշտ ձևով փոքր ծրագրեր սարքելու, ծրագիր ասելս հավելվածներ։ Իրան աշխատացնելու համար պետք է գրենք pip install streamlit կամ conda install streamlit, էլի, ու իրան ընդունված է ներմուծել որպես st։ Ու եկեք մի հատ նախնական սարքենք, ու վերնագիր տանք, ասենք st title-ը my streamlit-ը, ու մի հատ բան։ Այստեղ ամեն ինչ մեծամասամբ սա գրենք st-get ինչ որ հրաման տենց ոճով, էլի։ Ու ասենք st-get header, այսինքն մի հատ մեծ վերնագրից, ու թող լինի welcome գրած։ Իրան աշխատացնելու համար վարվում ենք սենց։ Իրական cd lessons Python lessons cd որտեղ ենք Python Արցախ ահա գրում ենք սենց streamlit ներբեռնելուց հետո իհարկե էլի run ու ֆայլի անունը իրան ընդունված է գրել app.py որտեղ հավելված ենք սարքում էլի հիմա սա որ աշխատացնենք ինքը մեզ սենց մի հատ կայք է բացելու ուստեղ հենց please wait տեսնում ենք որ բանն է սա st title my streamlit ուստեղ welcome հիմա մի քանի հավես բան անենք որ նայենք եթե ենթավեռնագիր ուզենք կգրենք sub header եթե ուղղակի տեքստ ուզենք գրենք կգրենք text եթե ուզենանք markdown-ի կոդ գրել ստեղ էլի ենթագլուխ սարքենք գրենք markdown կգրենք st-get markdown markdown-ը այդ միկրո լեզուն է էլի տեքստեր գրելու համար եթե աստղանիշների մեջ ես գրում բան tag-ա գծում եթե երկու աստղանիշով հաստ այսինքն եթե գրում ես link եւ այլն եւ այլն ահա կարանք իրանով ցույց տանք բաներ մաթեմի բանաձևեր գրելով st-get լատեղ այս լատեխը մաթեմի բանաձևեր հավաքելու բանը ու հրամանը գրելով այստեղ rm գրել որտեվ slash ունենք որ իրան համարի որպես բան համարի որպես ուղակի հենց slash-ի նշան ոչ թե escape character հիմա այսքան եթե աշխատացնենք տեսնենք ինչ տեսք ունի եկեք երևի հարմար կլինի այսպես վարվենք կիսենք ուստեղ կարանք այս run-ին կտեսնենք տեսեք ինչ եղավ Այսա, ստեղ այս ամեն ինչը ցույց տվեց, ստեղ մեր մաթեմի բանաձևը ցույց տվեց եւ այլն։ Շատ հավես ու հարմար է, երբ որ ուզում ենք ինչ-որ բաներ արտացենք, տվյալներ արտացենք իր միջոցով։ Օրինակ գրենք st-get բան subheader data frame ու ինչքան կոնտեգար է։ Թող մեր դատան լինի sense ինչ-որ դա name-ը հավասար է John եւ այլն, age ու կարանք գրենք ասենք st-get data frame df սա եթե աշխատացնենք ինքը այս մեր data frame-ը բերեց, կոճակա որ կարանք ստեղ save անենք, կարանք search անենք, կարանք մեծացնենք այսպես line նայենք, շատ հարմար աշխատելու համար բան է։ Այս սրանից դուրս եկա սխմելով ESC-ին, էլի escape-ին։ Եթե ուզենանք ինչ-որ իհարկե Չէ լավ, այս օրինակը չեմ հիշում խեմներ արել ավելորդը։ Այդ աշխատացնեմ, բայց Չէ, հեչ, այս ավելորդ եմ բան արել։ Այսա շատ շուտ պրծնելու եմ ինչերից բանի դասը, պլոտլի դասը։ Ինչ-որ մի տեսակ շատ խառն է կոդս գրած, չգիտեմ, չհասցրեցի իրան նորմալ նայեմ։ Բայց լավ, ոնց կանք պլոտլի գրաֆիկ գծենք, դե մի հատ ինչ-որ գրաֆիկ եմ սարքել, կարան գրենք st-get plotly chart ու գրենք այդ մեր fig-ը։ Ստեղ px-get բառ եմ գրել, իրան պահել եմ ինչ-որ փոփոխականի մեջ, որ հետո կարողանամ փոխանցեմ իրան, էլի։ Սա եթե նորից աշխատացնենք, ահա, միանգամից sense սիրուն գծեց այս մեր գրաֆիկը։ Բայց նաև հենց plotly-ն իր գրաֆիկները ունի, կարան գրենք օրինակ st-get line chart ու իրան տվյալները տանք, ինքը այտենց բան, ու գծի գրաֆիկ կանի non-homogeneous entry points։ Հա, երևի ինչ-որ գրադարանի պակասություն արա, պետք է մի հատ pip install անենք այդ entry points-ը։ Արագ փորձենք։
Սենց բաներ հաճախ է լինում, սենց պրոբլեմներ։ Ահա, նորից աշխատացնենք։ Եղավ, չէ, հիմա չենք խորանա թե ինչն էր։ Այսպես մի գրաֆիկը, ահա, գծած։ Այս էլ մեր մյուս գրաֆիկը։ Սա էլ տենց որ չափով ինտերակտիվ գրաֆիկ է, բայց դե Plotly-ի չափ ուժեղ չի։ Կան նաև ինտերակտիվ բաներ։ Նաև ինչ-որ բան, եթե ուզում ենք գրենք ու չգիտենք թե ինչ է, data frame-ը, text-ը, markdown-ը եւ այլն։ Մի հատ ընդհանուր մեթոդ կա, կոչվում է write։ Մենք գրում ենք ու ինքն է հասկանում թե ինչ գրվի։ Էլի ստեղ գրել եմ sense բան։ STK button-ը կոճակ ավելացնում, click me գրած։ Ու ասում եմ, որ եթե STK button click me, այսինքն եթե կտցրել են այս կոճակին, հենց կտցնում ես true արժեքն է ընդունում։ Այդ դեպքում կտպի բան button clicked։ Սա որ աշխատացնենք, տեսեք ստեղ մի հատ կոճակ այլացել, հիմա եթե կտցնեմ այս click me-ին, տպեց button clicked։ Մի հատ կտցնեմ, դա արդեն տպել է, բայց լավ։ Իսկ եթե ինչ-որ արժեք ուզենանք պահենք հենց այդ true կամ false արժեքը, մի հատ ուրիշ ձև կարող ենք checkbox գալչկա։ Ահա, ենք սենց կբացի, կարող ենք կտցնենք, ասում է checkbox-ը կտցված է։ Եթե ուզենանք, ժորդ, իմիջիայլոց ինչ-որ հարցեր կա, կարող ինչ-որ ընդհանուր հարցեր կան։ Լավ։ Կարանք իրան ասենք դաշտ տանք, որ ինքան ընտրի մի քանի արժեքներից։ Դրա համար գրում ենք st get select box, ասում ենք choose an option, ինչ որ օգնող տեքստ ու հետո հավաքածուով տալիս ենք օրինակները։ Տեսեք, հիմա sense դաշտ է բացում։ Կարանք գանք ընտրենք։ Կարանք եթե ինչ որ արժեք պետք է ընտրի 0-ից 100 օրինակ, ավելացնենք st get slider, ինքը տենց slide-ով ընտրելու բան կբերի։ Ահա, այսպես կարանք գանք ընտրենք։ Եթե թիվ պետք է ներմուծի, կարող գրենք st get number input, տանք իրան մինիմալ, մաքսիմալ արժեքներ ու բան, քայլի չափը, ինչքան թռնի։ Ստեղ num input օրինակ կարող այս պլյուսիկին սխմենք 5-ով մեծանա, կարող գանք մեջը գրենք ինչ-որ թիվ։ Տեսեք 234 գրեցի, ասած մի վայրկյան սա ավելի մեծ է, որտեղ ասելին ամենաշատը 100 միավոր կլինի։ Ստեղ մի հատ նրբություն կա, որ ստեղի բոլոր արժեքները պետքա float լինեն։ Ստեղ տեսեք քայլը գրել եմ 5, ուղղակի ոչ թե 5 float-ով։ Բողոքում է, ասում է պետքա սաղ բան լինի։ Mean value has top step has int type, ասում է չէ, պետքա float type լինի։ Դրա համար եկեք գրենք 5.0, որ չբողոքի։ Տեքստային input-ի համար գրում ենք st text input։ Ուղղակի դաշտ է բացում, որ տեքստ ներմուծենք մեջը։ Ահա։ File ներբեռնելու համար գրում ենք st file upload ու նաև կարանք նշենք թե ինչ ֆայլեր ա կարելի, ինչ չափի ֆայլեր եւ այլն։ Ահա, եկեք ստեղ ստուգենք, որ եթե ֆայլը upload-երվի, բերի որ բան, ահա, sense դաշտ է բացում browse files։ Ես չեմ կտցնի, որտեղ գաղափար չունեմ ինչեր կա մոտս ֆայլերից, բայց ընդհանուր process-ը հասկացանք։ Հույսով եմ, եթե չէ հասեք։ Կանք progress bar ավելացնենք, որ ինքը ցույց տա թե ինչ փուլի մեջ ենք։ Օրինակ, եթե sense մի հատ ծրագիր լինի, գրում ենք progress bar-ը հավասար է st get progress, այս 0-ն չեմ հիշում, խեմ դերը ճիշտն ասած։ Եկեք առանց իրա փորձենք, բայց երևի առանց իրա չի կարա։ Ահա։ Եկեք թող ծրագիրը 0.1 վայրկյան քնացնի, բայց հետո progress, հա, սկզբում 0 լինի progress-ը, հետո տենց 100 փուլով ինքը հերթով 1-ով մեծանա, դրանով ոնց որ ինֆորմացիա կիմանանք, թե կոդը ինչ փուլում է։ Տոկոսով է, էլի, ասես եկավ, նայում ենք ուր է հասել աշխատելը։ Ու նաև այս ամեն ինչը կարանք բան անենք։ Կարանք մի հատ առանձին դաշտ սարքենք, որ սենց կողքից մի հատ պատուհան կլինի, sidebar։ Սա որ աշխատացնենք, իզուր կոմենտը չարեցի, ես երկար աշխատող կոդը իհարկե, բայց լավ, մի քիչ կսպասենք։ Ահա, այսպես մի հատ sidebar կարա բացի, որ կարանք բացենք, փակենք ու իրա մեջ էլեմենտներ գրելու համար գրում ենք ուղղակի st get sidebar ու մեջի ամեն ինչը։ Okay։
Ինչ որ հարցեր ստեղից։ Լավ։ Ստեղ էլ էլի բաներ։ Ինչ։ Ավելի հեշտ JavaScript-ը Python-ով։ Հա, ոնց որ բան է էլի։ App-եր սարքելու փուճուր ծրագիր է, էլի builder-ը։ Ոնց բլոկեր է տված, ասում եմ ոնց ուզում ես կպցրու իրար, կոնստրուկտոր է, էլի կարճ ասած։ Լավ ասացիր։ Ու իր հետ էլի հավես բաներ կարանք անենք։ Կարանք գանք ստեղ օրինակ ընտրենք, ասենք, թող ինքը line անի ամեն ինչ, կարանք գանք ասենք թող մուք լինի ոճը, կարանք вообще գանք ոնց ուզում ենք փոխենք ոճերը, էլի, շրիֆտ եւ այլն ամեն ինչ։ Բավականին ճկուն է։ Ու նաև եթե այստեղ հարմար բաներ ունի, որ ասենք մենք record screencast միանգամից դեմոյի համար վիդեո անի, ու շատ հարմար իրան կարելի է բան անել, գցել ինտերնետ կոպիտ ասած, որ ուրիշ մարդիկ կարան օգտվեն։ Այս deploy կոճակին պետքա սխմենք, ձրի ինքը անում է, պետքա ուղղակի մի հատ GitHub լինի սարքած ու ինքը այդ GitHub-ին կպցրած լինի, որ արդեն հղումով բոլորին հասանելի դառնա, էլի այս ամեն ինչը։ Ահա։ Եկեք մի քանի օրինակներ ցույց տամ, տենց մարդկանց սարքած բաների, այս մեր նյութերի դաշտը եթե բացենք, այս օրինակներում հենց Streamlit-ից հավաքած օրինակներն է, ու ստեղ էլ մի հատ բան, սկսենք թող տանի տեղ, այս իրանց հավաքած ծրագրերի գալերեան է, ինչ բացենք, Pretty Maps, լավ եկեք այս image background remover-ը, դարքիր բանը, կակրաս այսօր այդ alpha ալիքի մասին որ խոսացինք, բացի, սենց ինչ-որ ծրագիր է, գայս ենք ֆայլ ենք ընտրում, ենք գայս այդ ֆայլը բան է անում, matched phone-ը հանում է այդ նկարից, լավ շատ փուճուր բան էր իհարկե, ավելի մեծ բան կուզեի ցույց տալ ձեզ, այս սրա անունը հետարքրեց ինչ է, ինչ-որ խաղ է, գալիս ընտրում ենք player-ի անուն, Հայկ, Արմենիա, ընկեր Արմենիա, ինչ-որ բան կար, new game, գաղափար չունեմ ինչ խաղա, բայց ամեն դեպքում Streamlit-ով է սարքած, ու կարանք իրա կոդը նայենք, այսպես, սխալ սխմեցի, տեսնենք, որ եսի միշ կոդ չի, էլի, թեթև բան է, էլի բավականինք, թեթև, բայց շատ ուժեղ, էլի, իրանով իսկականից լիքը դեմոներ շատ արագ պատրաստվում են, այս մարդը ինչ-որ ոչ Python-ական բաներ է շատ անում, մի տողի վրա if-էր, elif-էր, ու լիքը հենց ինքը HTML, CSS-ի կոդ է դրա մեջը, այս շատ վատ օրինակ էր, այս օրինակը ինձ դուր չեկավ ընդհանրապես, ուզում եմ մի հատ օրինակ ցույց տամ, որ նաև ցույց տամ, որ կարա մի քանի էջանոց լինի այս ամեն ինչը, դրա ժողովուրդ սենց մի քիչ կողա չգտնեմ, բայց ահա, էսա մի քանի էջանոց բան է, տեսեք առանձին էջեր ունի, ու սա էլ կազմակերպել տենց դժվար բան չի, այս ես ընտրում ես, լոգին ես լինում, ինչ-որ ծրագիր ես արեք, մի խոսքով, սրա կոդը որ նայենք կտեսնենք, որ հեչ վախենալու կոդ չի, ես շատ եմ սիրում այս Streamlit-ը, շատ հարմար հավես բան է, այս էլ բանն է, reference-ն է, թե ընդհանուր բոլոր հրամանները, որ կան, սենց սիրուն հավաքած է միտեղ, Streamlit-ից դոկումենտացիան է շատ, ընտիր հարմար դոկումենտացիա ունեն իրանք, ու լիքը բան, նաև լիքը բաներ տենց համայնքն է ներմուծում, դրանով իրանք շատ արագ աճում են, նկարի կողմ, մի խոսքով, լիքը բան ունեն, լիքը աճում են, լիքը լավանում են,
Իրենք այն քիչ կամպանիաներից են, որ իրենց մեյլերը ինձ որ իրենց մոտ դեռ գրանցվել են, որ մեյլ գա, թե իրենք պատմեն ինչ նոր բաներ են արել վերջի ամսվա մեջ։ Շատ լավն են ու շատ ակտիվ աշխատում են։ Մի խոսքով, այս նյութերը ձեզ կուղարկեմ թե։ Հա, վայ, ոնց եմ մոռացել sense բաները ցույց տամ։ Շատ կարևոր ու լուրջ հրամաններ ունեն իրենք, էլի։ Որ ասում ես հալալ է իրենց, որ տես ծրագիր են գրել։ Եթե ասենք սա բրծավ լավ աշխատեց, կարելի է գրել st-get balloon 2 լայով օրինակի համար st-get confetti էլ ունեն իրենք, եթե չեմ սխալվում։ Թող օրինակ այս progress-ը հենց բրծնի, ասենք st-get confetti չկա։ Լավ, սխալվեցի։ Սա եթե աշխատացնենք կաշխատի, լրիվ ամեն ինչ կանի, progress-ը թող անցնի, երևի գուշակում եք ինչ կլինի։ Իխոսքով լավ գրադարան են իրենք։ Մտեք իրանց աստղ դրեք GitHub-ում, կամ մի մտեք ոնց կուզեք։ Լավ ժողովուրդ, այս էլ ոնց որ Streamlit-ից։ Ինչ որ հարցեր կար այս տեսական կտորից։ Մի հատ sense հարց տամ էլ, ինձ թվում է կլինի, բայց ամեն դեպքում հասնեմ։ Ինքը շատ հանգիստ կարանք այս դեպքում կոդենից գրենք, որ օրինակ եթե մեկը մտնում է իր անուն բանը լրացնում է, ինչ որ լիստի մեջ պահի, չէ։ Կարաս ինչ որ առանձին տվյալների բազայի կպցնես, բան անես։ Խառը, հա, ինչ ասես, այն օրինակի մեջ օրինակ իրենք տենց գրանցվելու գաղափար ունեին, կամ առնվազն լոգին լինելու։ Հա, կարելի է տենց բաներ անել։